Մենք շատ ենք տառապում ուրիշների արհամարանքից և հալածանքներից։ Մարդիկ երբեմն մեզ չեն հավատում ու չեն ցանկանում լսել մեր խոսքը, որը Աստծո ճշմարտությունն է։ Մարդիկ մտածում են, թե մենք խելագար ենք, և դա ցավալի է։ Երբ հասկանում ենք, որ մարդիկ չեն ցանկանում լսել մեզ, որովհետև մեկը, ով նույնիսկ մեզ չի ճանաչում, պարզապես օգտագործվել է սատանայի կողմից։ Տեսնենք, թե ինչ է ասում Պողոսը։ Երկրորդ Թեսաղոնիկեցիներ 1:6, որ եթե իրավունք է Աստծո առաջին, ձեզ նեղացողներին նեղություն հատուցանել, պարզապես մի արեք դա։ Մենք աղոթում ենք, որ Աստված հետ բերի այն մարդկանց, ովքեր ցանկանում են դարձի գալ։ Մարդը պետք է գիտակցի, որ նա ցանկացած պահի կարող է հեռանալ, բայց նաև կարող է փրկվել և վերադառնալ։ Աղոթենք։ Հայր, մենք աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր հիմա աղոթում են և ովքեր պետք է մոտենան քեզ, որպեսզի լինեն քո կողքին, որտեղ նրանք բոլորը պետք է ապրեն, որպեսզի նրանք կարողանան նորոգվել և վերափոխել իրենց կյանքը։ Դա նաև մեզ է վերաբերում, Հայր։ Օգնիր մեզ կատարել քո կամքը, Հայր։ Թող դա անենք սիրով, այլ ոչ թե ցավով։ Շատ շնորհակալ եմ։ Ամեն։